Հաղորդաշարժերը գործընկերներ ունենք 12 ավական անդամներ ներկա, նիստի իրավազոր է սկսելու։ Ուզենակ շնորհակալություն իրավական անդամներին բռնում մոտենալու դեր նիստեր ուսանսկեսային պլանավորը պարզապես չնախատեսված հանդիպումներ կարևորեցող դրամախնդիր ու շուտ կազմակերպենք, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Հասնում տուրակարգին Ստեփան համաձայն 2020 թվականի միջնաժամկի ծախսերի ծրագիրը հաստատելու մասին, Ստեփանոն համաձայն 2026 թվականի համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին, Ստեփանոն համայնքի Ստեփանոն քաղաքի դեսի փողոցի սկիզբ առնող ապուղին անվանակոչելու մասին, Ստեփանոն համայնքում գտնող համայնքային սոցիալական համալսարանի օգնության բացակայության եւ բարոյցապատման իրավունքով տրամադրման համար 2026 թվականի բարձրավճարների չափը հաստատելու մասին եւ վերջինը 11 նստաշրջանի առաջին նիստի բանալման ուրա սահմանելու մասին, այսքան ունենք օրակարգում լրացուցիչ ինչ-որ առաջարկներ բաներ կան։ Ունենք օրակարգի դրա որ դրանք քվեական ու կողմնորոշ հաստատելու դեմ ձեռնպահություն ունենք, շնորհակալություն։ Անցնենք օրակարգի Ստեփանոն համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին զեկուցող Մեդալը Վազեն համեցին։ Քանի որ 7 բավականին ծավալուն է, ես ձեզ կվարկել եմ, ծանոթ եք, կներկայացնեմ ավելի հապիրջ։ 27 թվականի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1.318 դրամ, վերազանցելով նախորդ տարվա հաստատված բյուջեն 28%-ով, որը կազմել է 1.43 դրամ։ Սեփական եկամուտները վերազանցել են նախորդ տարվա 26 թվականի տվյալները 24 միլիոնով, 26 թվականին նախատեսվել է 355 միլիոն, իսկ 27 թվականին արդեն 380 միլիոն։ Քանի որ հայտնի է 27 թվականին մեր դոտացիայի թիվը, դրա հետ կապված բավականին ծախսեր նախատեսվել են 2027 թվականին, բայց բոլորս գիտենք, որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը արդեն Ազգային ժողովում երկրորդ հաստատմամբ ընդունվել է եւ պետք է լինի համայնքների խոշորացում։ Այսինքն ես հիմա խոսում եմ սազոտ հաստատտա, որ թվերա գրում են տարեվերջյան ամբողջության փոփոխման է։ Քանի որ 27 թվականից լինել է 20 բնակավայրերի միավորում եւ կանխատեսել ճիշտ ոչ մի բան հնարավոր չէ, որովհետեւ լինելու են, բայց բոլոր դեպքերում մենք փորձել ենք 27 թվականը ներկայացնել եւ 28-29-ը նմանեցնել նույն ձևով։ Ընկերներ, դեսականը կընդունելու պարզապես փաստաթղթա դասակարգավորը, որ պետք է անել, բայց դե տարեվերջյան սա ամբողջովին փոփոխության է ենթարկվելու։ Դրամայստման սրավերաբերալ հարցերի չկան, դենակ քվեարկման ուղղակով Սուբվենցիոն հայտեր չունենք։ դեմ ձեռնպահ չունենք, շնորհակալություն ինչ ունենք։ Սուբվենցիոն հայտեր չունենք, որովհետև Ուրեմն հաջորդ հարցը Ստեփանոն համայնքի 2026 թվականի համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին։ Զեկուցող Շաթարիկ Խարացյան համեցին։ Հարգելի ավականու անդամներ, ձեզ են ներկայացնում համայնքային սոցիալական ծրագիրը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 150-ն հրամանը, ղեկավարվելով սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով և տեղական կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով ձեր հաստատմանն են ներկայացնում Ստեփանոն համայնքի 2026 թվականի համայնքային սոցիալական ծրագիրը, համայնքային սոցիալական ծրագիրը հավելվածի տեսքով ներկայացված էր ձեզ,
Ծրագիրը մշակելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում կային համայնքապետարանի աշխատակիցներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ավականու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աջակցող ցանցի, լուստրի տարածքային երկրի ներկայացուցիչներ։ Կատարված աշխատանքների արդյունքում մենք ներկայացնում ենք երկու ենթածրագիր, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում մահացած եւ վարկավորության կազմակերպող անձ չունեցող քաղաքացիների վարկավորության ծառայությունների ապահովման ենթածրագիր եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող համայնքների համայնքային բյուջեի միջոցների հաշվին բնայրային աջակցության քարտերի տրամադրման ենթածրագիր, որն իր մեջ ներառում է սննդի ձեռքբերման համար, գրենական բյուջեների ձեռքբերման համար եւ դեղորայքի համար ձեռքբերման քարտեր, որը համընդհանուր ապահովության ցանկի մեջ ներառված չէ կամ այդ շահառուները համընդհանուր ապահովության շահառու չեն հանդիսանում։ Աշխատանքների ընթացքում կատարվել է կարիքի գնահատում, հանդիպումներ են եղել տեղի համայնքի բնակիչների հետ, վեր են հանվել խնդիրները, համայնքի հնարավորություններն ու ռեսուրսները եւ ներկայացնում ենք այս երկու ենթածրագիրը։ Եվ նախատեսվում է միայն 2026 թվականի համար։ Այսինքն յուրաքանչյուր տարի նոր ծրագիր է մշակվելու, նոր ծրագիր։ Համայնքային սոցիալական ծրագիրը նախատեսված է 1-ից 3 տարվա համար, բայց քանի որ մենք արդեն խոշորացնում միայն 26 թվականի համար, արդեն հետագայում որոշակի Մենք այս մոնիթորինգը արել ենք միայն մեր բնակավայրերի եւ մեր քաղաքի համար, բայց խոշորացումից հետո արդեն ավելի լայնածավալ աշխատանք ունենք։ Հարցեր։ Չունենք հարցեր։ Դրանք քվեարկողով դեմ ձեռնարկված չունենք, շնորհակալություն։ Հաջորդ հարցուրում Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցից իր վարդը կապուղին անվանավորելու մասին։ Ստեղծող անուշ քվեարկություն։ Համաձայն որոշման նախագծի Հայաստանի Հանրապետության որում մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցից սկիզբ առնող 06007 1050-0001 կայացնեց ազգագրող փակուղին անվանել հղելով մարզ համայնք Ստեփանավան քաղաք Դեսինի փողոց առաջին փակուղին։ Միշև չի եղել ինչ-որ։ Չի եղել, ուղղակի հիմա այս պահին այդտեղ շինություն կա, որը որտեղ քաղաքը ունենա, բայց չենք կարողանում տրամադրել, ստիպված փակուղ ենք ավելացնել։ Միշև շինություն չի եղել։ Չէ, շինությունը եղել է ինքնակամ ա եղել։ Որտեղ է դա։ Շեգիրի խանութի Դեսինի շենքերից ներքև։ Այն Արանքներին։ Չէ, ունի փակուղի, գորություն ունեցել, բայց անուն չի ունեցել։ Խանութներ են, խանութներ էլ փակուղ ունեցել, անուն չի ունեցել։ Խանութը տերողտեմ չի ոչ։ Խանութներ չի Այսինքն փողոց ոչ թե փողոց են կամած, պարզապես այդ փողոցի ինչ-որ համարվեց փակուղ։ Մինչև այդ փողոցների անվանումներն են մնաց, հաջորդը պետք է ներդրանալ։ Իրականում մեր շատ փողոցներ ունեն, չենք էշի բաները, որ կարելի է փոփոխություններ։ Եվ շատ բարի հարցեր ունենք ընկերներ։ Դրանք քվեարկման ուղղակով դեմ դրնապահություն են, շնորհակալություն։ 5-րդ Ստեփանավան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարչականության և կառուցապատման իրավունքով տրամադրման համար 2026 թվականի վարչապետարանի չափը հաստատելու մասին զեկուցող Անուշ Քվեարկության։ Ստեփանավան համայնքի ավականու որոշման նախագծի նախատեսվում է 2026 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից օրենքով սահմանված կարգով կառուցապատման և վարձակալության իրավունքով հասարակական օբյեկտներ տրամադրելու կամ կառուցելու նպատակով տրամադրվող հողամասերի վարձակալության չափը սահմանելը արտադրական գոտիների 11-րդ գոտին 1 քառակուսի մետրի համար տարեկան 4500 դրամ, 12-րդ գոտին 2900 դրամ, 13-րդ գոտին 1900 դրամ, 14-րդ գոտին 1300 դրամ, 16-րդ գոտին 600 դրամ և 20-րդ գոտին 200 դրամ։ 2026 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից օրենքով սահմանված կարգով կառուցապատման և վարձակալության իրավունքով ավտոտնակ և այլ տնտեսական օբյեկտներ տրամադրելու
կամ կառուցելու նպատակով տրամադրվող ուղղամասերի վարձավճարի շաբթ սահմանվել ըստ տարածագնահատման գոտիների 11, 12, 13 և 14 գոտիների համար 1 քառակուսի մետրի համար տարեկան 1000 դրամ և 16 և 22 գոտիների համար 1 քառակուսի մետրի համար 400 դրամ։ Սա ամեն տարի սահմանում է 4 տարվա նույն անցյալ տարվա գների։ Ինքը մենք ինքն ենք վկալել կադաստրային արժեքները։ Հա, նախորդ տարիներ ենք ունեցել, նախորդը չենք ունեցել 1925-ի համար, 24-ի համար ենք ունեցել, նույն գներ ենք սահմանած ունեցել։ Հիմա առաջարկում ենք, եթե փոփոխություններ պետք է փոփոխենք։ Ո՞նց եք գոտիավորել 11-ը։ Կառավարության որոշումով է գոտիավորվում։ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մեկից սկսում է, մեկը Երևանի կենտրոնն է ասել։ Համար մեկը հրապարակնով գոտիավորումով գնում է հասնում մինչև կարծեմ 10-19 սենտիմետր վերջի վրա։ Մենք գտնվում ենք մեր քաղաքը 4 գոտիավորում ունի, հա։ Մեծ գոտիավորում ունի 4 քաղաքն է։ 4 քաղաքում է 2 հատ գյուղական բնակավայրերում։ 16 հարմանիցն է, 20 ուրասար կատնաշտով։ Իսկ սա խոշորացումից հետո վերանայում է պետք։ Պատկերից 27-ի համար ավելի սահման։ 27-ի ուրիշ բան։ Եթե սեստերից ամեն տարի նայվում է, սեստերից դրել պետք է վերանայել։ Քաղաքը որ գոտիներ 12 14, 11, 12, 1300 դրամասի քառակուսի։ Սումա չէ 1003-ից 4500-ն է։ 4500-ը քաղաքի կենտրոնն է։ Ինքը 11-րդ գոտի է 4400 կադաստրային 4450 դրամ։ Գալիս է հետո հաջորդի 12,2877 կարծեմ, չէ՞ հետո։ Հա, հետո 1887, հետո 1221։ Զորի ընկումը արդեն գալիս է 1200 քանիս, չէ՞։ Մոտավորապես նույն ձև է քառակուսի մետրի համար սահմանած, ադի կլորացրած։ Դե մենք դա տարիների մեջ մանտերի են, նորմալ է։ Սա ընդհանուր վերաբերում ասենք գարաժի դեր չի ընդհանուր օգտագործում, բայց վիճակում է Բայց դեռ քառակուսի գնալ Գարաժների կենտրոնում է։ Այսինքն եթե մենք վերում ենք փոփոխենք դուրս գալու պայմանագրերը, դուք Մենք տարի որ տալիս ենք կառուցապատումով այդ գնով ենք տալիս։ հետադարձ չեն տալի։ Այսինքն եթե կա գործող պայմանագիր X գնով, դա պաշտպանվում է մինչև հաջորդի ժամկետը վերաբերում է նոր գնող պայմանագրներ, եթե վաղը դիքնիչես։ Այսինքն բնակիչը համաձայն է, գոյություն չի առաջացնում։ Չէ, Դեմ ձեռնարկություն են, շնորհակալություն, ոնց որ դες պարոցորակարգ, այլ ասեր չունենք, չէ՞։ Դե հաջորդ նիստի վերաբերյալ։ Ավարտվեց այսօր 13-րդ նստաշրջանը, ավականու հերթական նստաշրջանը և 11-րդ հերթական նստաշրջանը սկսում է սեպտեմբերի 8-ից, առաջարկում եմ մեր հերթական նիստը նշանակել սեպտեմբերի 11-ին, 14:39, եթե ձեր այլ առաջարկներ չունենք։ Հա, բայց մինչև այդ ասնկահանի ժամանակ, այլ կարա արտահերթ նիստի հարցարաշկա բյուջեի մեջ ես մի լուրջ խնդիրների դեպքում ասենք, կարա արտահերթ նիստի Բյուջեի հաշվետվությունը և կիսամյակային պետք է որ։ Եթե չեմ ելն եմ, որ ասում եմ բոլորս մարդենք այդ ամառային արձակողները նոր մարդիկ, բայլ են, որ սեպտեմբերին է, բայց նորեկան մի քանի նոր էլի նեջ չէ։ Նոր ընտրություններ իստոմա